Ազգային ժող այսօր մեր հյուրն է Բարգավաճ Հայաստան կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։ Պարոն Ուրիխանյան, շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Ինչպես է գնահատում ազգային ժողովի այսօրվա որոշումը, վերջին հաշվով դա ում դեմ էր, կուսակցության թե պարոն Օսկանյանի։ Որպես падգամավոր եւ որպես անհատ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անձնական որակումս եմ տալի կոնֆորմիզմի դրսևորում։ Ամբողջ օրվա ընթացքում քվեարկությունից հետո խոսել եմ դրա մասին կոնֆորմիստական դրսևորում։ Երկրորդ, յուրաքանչյուր ոք պիտի միշտ գիտակցի, որ անարդարության ջրաղացի վրա լցրած ջուրը կարող է ցանկացած պահին հակադարձ ազդեցություն ունենալ։ Այդքան է իմ անձնական որակումների առումով։ Մեր հետագա գործողությունների հետ կապված շատ հարցեր են եղել, ուզում եմ տեղեկացնեմ, որ շուտով Առաջիկայում, այսինքն կունենանք համապատասխան խորհրդակցություն, որից հետո հայտնի կդառնա ԲՀԿ-ի գործողությունների հետ կապված, նաև ուզում եմ տեղեկացնել, որ մեր խմբակցության падգամավորները Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում տրամադրելու են իրավական հարթության մեջ դիտարկման նպատակով տրամադրելու են այն փաթեթները, այսինքն այդ ամբողջ գործի էությունը, ըստ էության տրամադրելու են Եվրախորհրդի падգամավորներին, որպեսզի հարցը դիտարկվի նաև նրանց կողմից։ Եվ հենց դրանից հետո միանգամից ձեզ կմեղադրեն ոչ հայրենասեր լինելու մեջ, երկրի դեմ քայլեր ձեռնարկելու, երկրի վարկանիշը գցելու մեջ։ Ուրեմն խմբակցության քարտուղար ԵԽԽՎ պատվիրակ падգամավոր Նաիրա Զոհրաբյանը հենց սկզբից կանխելու համար բոլոր նման ուղղորդվող, թելադրվող հոսանքներն ու ուղղությունները միանգամից հայտարարեց, որ որևէ բան չի ձեռնարկվելու երկրի վարկը ու հեղինակությունը հարվածի տակ դնելու համար։ Նկատեք, դա միավորում է, միջազգային միավորում է, որի մաս է կազմում նաև Հայաստանի Հանրապետությունը։ Դա մի կառույց է, որը նաև մենք ենք մասամբ։ Ընդ որում դա հարթակ է իրավական հարթության մեջ հարցեր քննարկելու համար եւ ոչ մի դեպքում ոչ ներքին հարցերը դուրս հանելու։ Մեր ներքին խնդիրները լուծվելու են մեր երկրի ներսում, չնայած դժվարությունների, չնայած խոչընդոտների, չնայած անարդարության։ Ես հատուկ նորից ընդգծում եմ, որ որևէ մեկը երբևէ չփորձի այն շահարկել։ Երկրից դուրս որևէ շահարկում չի լինելու, չնայած կրկնում եմ դժվարությունների։ Պարզ է։ Լուրեր էին պտտվում, պարոն Ուրիխանյան, որ Վարդան Օսկանյանը Բարգավաճ Հայաստանի նախագահի հնարավոր թեկնածուն է եւ այդ իսկ պատճառով նրա դեմ քրեական գործ հարուցեցին։ Ինչ կասեք այդ մասին։ Մինչդեռ խոսում են նաեւ Գագիկ Ծառուկյանի թեկնածության մասին։ Որևէ լուր երբևէ չեմ ցանկացել մեկնաբանել, հատկապես որ խոսնակի համար չափազանց անշնորհակալ գործ է մեկնաբանել եւ խոսնակի ծառայություն մատուցել ասեկոսեներով զբաղվողներին եւ տարատեսակ լուրեր տարածողներին։ Նախագահական ընտրությունների հետ կապված մենք հորդորել ենք բոլորին ուղղակի սպասել այն պահին, երբ որ մենք դրա մասին կխոսենք։ Նաև մամուլում գրվեց, որ պարոն Օսկանյանը վիրավորված է, քանի որ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր այս դժվարին պահին իր կողքին չէ։ Իսկ ձեր կուսակցությունից ասացին, որ նա արտերկրում այդքան կարևոր գործով է, որ երկրում չէ։ Նորից ստիպված եմ խոսնակի ծառայություն մատուցել ոչ թե սեփական կուսակցությանս ու թիմին, մեր գործողություններին, այլ մամուլին։ Հերթական անգամ ջանքեր գործադրեմ։ Պարոն Օսկանյանը չի կարող լինել նեղված եւ նեղացած, որովհետեւ առաջնորդ Ծառուկյանը, ինչպես եւ մշտապես այդ թվում այս հարցի վերաբերյալ առաջնորդել, համակարգել, կոորդինացրել ու ղեկավարել է թե ԲՀԿ խմբակցության, թե քաղաքական խորհրդի գործունեությունը։ Թող ոչ ոք չվարանի եւ չկասկածի այդ հարցը։ Այսօր ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրամյանը հայտարարել է, որ հույս ունի, որ Գագիկ Ծառուկյանը նախագահի ընտրություններում կաջակցի Սերժ Սարգսյանին։ Ինչ կասեք այս մասին։ Նախագահական ընտրությունների հետ կապված մեր ասելիքը հնչելու է այն պահին, որը որ մենք տակտիկական նկատառումներով կհամարենք պատեհ ու նպատակահարմար։ Որևէ մեկը որևէ կերպ թող մեզ չդրթի մեր կուրսից շեղվելու եւ ինչ որ հայտարարություններով կամ քայլերով ժամանակից առաջ ընկնելու։ Ընդգծում եմ, ոչ թե մենք չունենք որոշում, ոչ էլ մենք ունենք որոշում, ոչ էլ մենք խոսում ենք, թե այսպես է կամ այնպես է մեր դիրքորոշումը, ու որևէ բանից ոչ կաշկանդվում ենք, ոչ էլ խուսանավում ենք, պարզապես մարտավարական նկատառումներից ելնելով, մենք հիմա դրա մասին չենք խոսում։ Ով ինչ հույս ունի, իսեր Աստծո, թողնում եմ
ժամանակին։ իրենց։ Լավ, իսկ այդ դեպքում ինչ եք կարծում, եթե Բարգավաճ Հայաստանը կոալիցիայի մաս կազմեր, այսօր նման իրավիճակում կհայտնվեր Վարդան Օսկանյանը, թե Ես կարծում եմ Բարգավաճ Հայաստանը, եթե քաղաքական մեծամասնություն ունենար, ապա արդարությունը կգերիշխեր եւ խորհրդարանի պատերի ներքո շենքում եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ չեմ կարող չխոսել ազգային ժողովի մթնոլորտի մասին, այն ելույթները, որոնք այսօր հնչեցին ազգային ժողովում, ինչպես է գնահատում այդ մթնոլորտը։ Մթնոլորտը շատ վատներ, բավարար էր նայել մարդկանց դեմքերին, անկախ նրանց քաղաքական հայացքներից, անկախ նրանց այս կամ այն դիրքորոշումից, բոլորը հասկանում էին, որ տեղի է ունենում այն, ինչ չպիտի տեղի ունենա։ Եվ դրանով բոլորը գնում էին ի հակառակումն այն օբյեկտիվ գործընթացի, որը պիտի տեղի ունենար։ Նորից եմ կրկնում, արդարությունը տապալվեց շնորհիվ նրանց, ովքեր երբևէ որևէ մի պահի անպայման կառնչվեն սեփական մաշկի վրա կզգան արդարության հետ խնդիրներ ունենալու, խնդիրներ ունենալու իրողությունը։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար, պարոն Ուրիխանյան, իսկ մենք շարունակենք մեր թողարկումը, իմ հյուրն էր Բարգավաճ Հայաստան կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։